պարզվում է, որ տիկին Աննա Հակոբյանը սկսել է հիշել, թե ինչ է տեղի ունեցել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Նա ուզում է հիշել բոլոր այն տղամարդկանց, ում որ ինքը հանդիպել է այդ պատերազմի ընթացքում։ Ընդ որում ոչ միայն ուզում է հիշել, մտաբերել, թե ում հետ է հանդիպել, այլ ում հետ ինչ հարաբերություններ է ունեցել եւ ինչքանով են այդ հարաբերություններից հետո այդ տղամարդիկ իր մոտ տպավորվել։ Ես կարծում եմ, որ Արցախի պաշտպանության բանակի շատ գեներալներ, շատ զինվորականներ եւ քաղաքացիական անձիկ միգուցե հիմա պետքա զգուշանան Աննա Հակոբյանը սկսել է հիշել։ Ու նրա հիշողությունները կարող է շատ մեծ ընդլայնված ցանկ ունենան։ Մարդիկ պետքա զգույշ լինեն նրա հիշողություններից։ Բայց կարծում եմ, որ ինքն էլ պետքա զգույշ լինի մեր հիշողություններից, թե մենք ինչ ենք հիշում 44 օրյա պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո իրենից, Աննա Հակոբյանից։ Կարծեմ դա այն նույն Աննա Հակոբյանն էր, որը որ մինչև պատերազմը խաղաղության քարոզ էր իրականացնում կանանց հետ Արցախի պաշտպանության բանակի առաջնագծում։ Դա միգուցե նույն Աննա Հակոբյանն էր, որ տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրեց Շուշի։ Տիկին Մեհրիբանը իհարկե եկավ, բայց ինքը չգնաց նրան այնտեղ դիմավորելու, հյուրասիրելու եւ մուղամ հրամցնելու, բայց տիկին Մեհրիբանը մասնակցել է մուղամի փառատոնին Շուշիում այդ հայտարարություններից հետո։ Մենք կարծեմ հիշում ենք, որ տիկին Աննա Հակոբյանը 2020 թվականի սեպտեմբերին, օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ, անհասկանալի կանանց հետ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում ինչ-որ անհասկանալի վարժական հավաքների էր անցկացնում մարտական զենքից կրակային պատրաստությամբ, պատերազմից 1 ամիս առաջ։ Մենք հիշում ենք, թե ինչի էր Աննա Հակոբյանը գտնվում Արցախում, առհասարակ, ինչ նպատակով էր ինքը այնտեղ գտնվում, ում հետ էր հանդիպում։ Իհարկե հանդիպան շատ մանրամասների մասին մենք տեղյակ չենք, ուղղակի լսել ենք որոշ աղբյուրներից։ Բայց հենա իր տպավորությունների մասին ինքն է ուզում փնտրի գտնի տղամարդկանց, աստորեն այնքան շատ են եղել, որ մի մասին նույնիսկ չի հիշում։ Կամ հիշում է, բայց լավ տպավորված չի հիշում։ Բայց մենք հիշում ենք։ Մենք հիշում ենք Էռատո կամավորական ջոկատի մասին, որը Գորիսի հյուրանոցից գնում էր Գորիսի մոտակա դիրքերը։ Միգուցե հայտնի հետախուզ Արթուր Ավանեսյանին ինքը չի տեսել, որովհետև Արթուր Ավանեսյանը դժվար գտնվեր այդ ժամին այդ գիշեր Գորիսի հյուրանոցում, որպեսզի նա հանդիպած լիներ Աննա Հակոբյանի։ Դե առհասարակ հետախույզները դժվար թե հանդիպեին Ստեփանակերտում գտնվող անհասկանալի կանանց։ Նրանք պատերազմի ժամանակ որպես կանոն իրականացրել են մարտական խնդիրներ եւ հետախուզական գործունեություն են իրականացրել թշնամու տարածքում։ Միգուցե Աննա Հակոբյանը փնտրել է Արթուր Ավանեսյանին, որովհետև մտածել է, որ քանի որ ինքն էլ է թշնամի եւ թշնամական առաքելությամբ է գտնվում Ստեփանակերտում, միգուցե հետախույզները իր հետ է պետք է հանդիպեին եւ պարզեին, թե ինչ նպատակով է ինքն դե գտնվում։ Այդ իմաստով կարելի է այդ համաձայնել, որ հետախույզները բացթողում են ունեցել, մտածել են, թե յուրային է, բայց հետո պարզվել է, որ իսկապես թշնամի է։ Մենք դեռ շատ բան կհիշենք ձեզնից տիկին Հակոբյան եւ շատ բան կհիշենք նաեւ այն փառավոր զինվորականներից, լինեն նրանք հետախույզներ, հրետանավորներ, տանկիստներ, ովքեր որ փառապանս ձևով փորձել են պաշտպանել իրենց հայրենիքը, բայց դա իրենց չի հաջողվել ձեր նախկին ամուսնու եւ ձեր փոքրիկ խմբակի դավաճանական գործողությունների հետևանքով։ Մենք ձեր հիշողությունները կթարմացնենք, տպավորությունները նույնպես։ Ձեր բաժանումը ձեր ամուսնուց բաժանում չի ձեր ճակատագրից ու ձեր գործած մեղքերից։